Ես նախ եւ առաջ ասեմ առանց ակնկալիքի մենք պարտավոր ենք գալ ավելին ես կարծում եմ եւ պարլամենտական ընդդիմությունը եւ այլ ակտիվ խմբեր վաղուց պետք է արձագանքեն դրան առնվազն երկու հասցեով առաջինը իշխանությունների կառավարության եւ Հայաստանի Հանրապետությունում կար նախագահ եւ նախագահի հասցեով իսկ երկրորդը ՄԱԿ-ին ոչ թե նրա համար որ մենք ակնկալիք ունենք այլ թե ասենք որ մեր աչքերը բաց են Եվ ձեր բոլոր այդ կներեք մեղքերը մեր աչքի առաջ եք իրականացնում կարծես թե Չ-կլասի ժողովրդի տեղ են մեզ դրել ես ընդգծեմ որ եթե Օկամպոն պարզել է ուսումնասիրել է դուք ինչ եք կարծում եք ՄԱԿ-ը չգիտեր ում է նշանակում այդ հանձնաժողովի նրանք ունեն բոլորի համար այնպիսի հաստ դոսիեներ որտեղ հայտնի է լինում թե ինչ մանկապարտեզ են գնացել մանկությունում այլ ոչ թե Սոկար այդ կազմակեր այդ ֆիրմայի հետ ինքը ունի կապ թե ոչ հենց դիտավորյալ դա արված է ավելին ես ունեմ հիմնավոր կասկած պնդելու որ եւ իշխանությունները Հայաստանի դա գիտեին եւ համաձայն էին դրա հետ ինչու որովհետեւ ես էլի կասկածում եմ ոչ միայն որովհետեւ ինչ որ մտածմունքների մեջ այլ կան անուղակի ապացույցներ որ հենց նախ եւ առաջ ռազմաքաղաքական ղեկավարության հայտնվելը Ադրբեջանում Ճաղիրեան հետևից դա անպայման այստեղ կա եւ Հայաստանի Հանրապետության կառավարության առնվազն նրա ղեկավարի մասնակցությունը Եվ իհարկե եթե դա կրկնում եմ դա ապացուցվի այսօր է վաղը կապացուցվի եւ իհարկե ես ոչ թե ակնկալիք ունեի այլ էլի կառավարությանը պետք է հստակեցնենք եւ էլի եմ ասում Հայաստանի Հանրապետության նախագահին մենք հստակեցնենք որ այդպես ինչ որ դուք անում եք վաղուց Մենք արդեն գիտենք, որ դուք չեք ծառայում հայ ժողովրդին եւ այս իշխանությունները սպասարկում են իրենց քաղաքականությամբ, կարող եք դատել արդյունքներով, սպասարկում են թուրք, ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանությունը եւ թող ինձ ասեն, որ դա այդպես չէ Եվ այս առումով մենք այստեղ եկել ենք ոչ թե զուտ ակնկալիքով, որ վաղը ՄԱԿ-ը ձերբազատվի իր այդ գիտեք կոռուպցիայի մեջ խրված վիճակից, այլ մենք ասում ենք, որ դուք նախ եւ առաջ պետք է չեղարկեք այդ գնաց եզրակացությունը եւ երկրորդը պարտավորեք նոր խումբ նշանակեք եւ այդ ժամանակ այս անգամ պետք է հստակ իմանան, որ մենք կհետևենք ում են նշանակելու նախագահին